Երևանի ազատության հրապարակում շարունակվում է նստացույցը, որը սկսվել է շաբաթ այնտեղ կայացած բազմահազարանոց հանրահավաքից հետո։ Այդ հանրահավաքի ժամանակ արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը 12 կետանոց պահանջագիր էր ներկայացրել Հայաստանի կառավարությանը։ Հիմնական պահանջը վերաբերում է արցախցիների Արցախ վերադարձի իրավունքի պաշտպանությանը։ Ազատության հրապարակում տեղադրված վրանում են գիշերել արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները։ Այսօր առավոտյան նրանք մեր թղթակցին ասել են, որ հրապարակում գիշերել ցանկացողների թիվը մեծ է եղել, սակայն ոստիկանները չեն թույլատրել մեկից ավելի վրան բացել։ Գիշերը ես հենց ինքս մնացել էի այստեղ, ինքը անցել է բավականին, այսինքն ջերմտնորդում, թեկուզ գիշեր քաղաքացիները մնացել էին մեզ հետ, տարբեր հարցեր էին քննարկում, ինչ կարելի անել եւ այլն, ոստիկանների կողմից պահպանվում էր, այսինքն հետևում էին, որ հանկարծ կողքից խանգարողներ, չգիտեմ, ինչ չլինի, ամեն ինչ անցել է նորմալ, սադրանքներ չի եղել եւ արդեն հետագա գործողությունները այն ինչ պիտի իրականացվի, այն ինչ պիտի անվի, մենք շուտով կունենանք խորհրդի կազմի նիստ, արդեն դրանից հետո նաև այս պայմանությամբ վաղը կունենանք մամուլի ասուլիս ու արդեն ասած հարցերը ինչ պետք է, ինչ գործողություններ պետք է անենք, ինչ քայլեր պետք է ձեռնարկենք, կհայտարարվի մամուլի ասուլիսի ժամանակ։